Բարև ձեզ, մենք շարունակում ենք մեր այսպես մեդիագրագիտական արշավը եւ հասանք այն կարևոր բաներից մեկին սոցիալական ցանցերից։ Ինչքան էլ մենք խոսենք տարբեր տիպի մեդիաների մասին, լրատվամիջոցների, լրագրողների, փորձագետների եւ այլն, մեկ է այսօրվա մարդը ասել է այն վիճակի, որ այդ ամենը եթե չկա սոցիալական ցանցերում, մեծամասնություն չի էլ իմանա, որ ինչ որ բան եղել է, հա, տենց որ ասում են ոնց որ եթե Facebook-ում գրած չի, ուրեմն չի եղել։ Եվ մեր կախվածությունը սոցիալական ցանցերից նույնիսկ մենք թերագնահատում ենք, չենք էլ պատկերացնում, թե որքան ենք մենք կախված։ Մենք ասելով նկատի ունեմ նույն լրատվամիջոցները, օրինակ, լրագրողները շատ լավ գիտեն ու խմբագրերը, որ եթե իրենք մենակ իրենց կայքում նյութերը հրապարակեն, լսարանը կարող է 10 անգամ նվազի։ Որտեվ մարդիկ իրականում ավելի շատ նստած սպասում են, թե ինչ կհայտնվի իրանց Facebook-ի feed-ում, TikTok-ում, մարդկա X-ում, մեկը LinkedIn-ում, բայց մենք սովորել ենք, դա դարձել է մեր կյանքի մի մասը, նստել սոցցանցերում ու սպասել ոնց կգան տեղեկատվական հոսքերը։ Եվ դա նշանակում է, որ ոնց որ մեքենա վարելուց առաջ պետք է սովորել վարորդական իրավունք ստանալ, բացի այդ իրավունք ստանալուց ձևական չլինի նաև սովորել իսկապես կանոնները, նույնն էլ ինչ որ չափով վերաբերում է սոցիալական ցանցերին, սոցիալական մեդիային, որովհետև անզգույշ անպատասխանատու վարելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Մենք խոսել էինք ապատեգատվական հոսքերի, կեղծ տեղեկատվության հոսքերի այն մասին, որ այստեղ աշխատում են չարամիտ մեծ խմբավորումներ, պետությունների դեմ են աշխատում։ Մենք շատ լավ գիտենք, որ մեր դեմ են աշխատում մեծ հազարավոր խմբեր այլ երկրներից, եւ դա նշանակում է, որ մենք ինքներս պետք է կարողանանք ճիշտ ձևով սոցիալական մեդիաներում այսպես ճակերտներով կամ ինչ որ դեպքերում ոչ ճակերտներով ապրել, որպեսզի օրինակ այդ ազդեցությունների տակ չընկնենք։ Բայց նաև կարող են լինել շատ առօրեական խնդիրներ։ Օրինակ այսօր ինձ թվում է շատերը լսած կնեք, իսկ ցավոք շատերը նայել հենց իրենց կաշվի վրա զգացած կարող են լինել, որ մարդ կարող է օրինակ նույնիսկ աշխատատեղից զրկվել սխալ ձևով սոցիալական մեդիաներում իրեն դրսևորելու պատճառով կամ մարդ կարող է ունենալ համալսարանում կամ դպրոցում խնդիրներ ուրիշների հետ սխալ շփվելու հետ կապված եւ այլն, այնպես որ մենք պետք է մոտավորապես հասկանանք ինչպես մեզ դրսևորենք, ինչպես վարվենք, ինչպես վարենք, այսպես ասած սոցիալական մեդիաները, որպեսզի քիչ խնդիրներ ունենանք։ Եվ այստեղ մի քանի այսպես բազային կանոններ կան, իհարկե։ Առաջինը դա այն է, ինչի մասին մենք անդադ խոսում ենք հենց մեդիագրագիտության հետ կապված, դա տեղեկատվության սպառումն է։ Այս մասը ասեմ, մի հատ էլ կրկնենք ու հետո կանցնենք արդեն ավելի բուն սոցիալական մեդիաներին վերաբերող բաներին։ Եվ իմիջ այլոց նաև նշեմ, որ սոցիալական ցանց ասելով մենք պետք է ավելի լայն դիտարկենք, որովհետև դա ոչ միայն Facebook-ն է կամ Instagram-ը կամ Snapchat-ը, նայած որ տարիքի խմբին եք դուք պատկանում, բայց դրա մեջ նաև մտնում են զանազան մեսենջերները, օրինակ WhatsApp-ն է, Viber-ն է, Telegram-ն է, որովհետև այնտեղ նույնպես սոցիալական շփում է գնում։ Ու ոչ միայն երկխոսություն, այլ մարդիկ խմբերում են ներգրաված, դպրոցականները Viber-ը ինչ որ խմբերում են եւ այլն, ու չի կարելի դա անջատել, դա էլ է սոցիալական ցանց, ուղղակի մի քիչ ուրիշ ձևով է դրսևորվում։ Զուտ Փարիզ բունիմաստով տեղեկատվության սպառման տեսանկյունից այստեղ մի քանի կարևոր կանոն կա, որը էլի գալիս է մեր ընդհանուր մեդիագրագիտական թեմաներից ու կարող է թվալ, որ կրկնվում ենք, բայց ոնց որ ասած կրկնությունը, ինչպես հայտնի է, մեդիագրագիտության հիմքերից է։ Եվ այստեղ մենք պետք է հիշենք, որ եթե տեղեկատվություն ենք տեսնում, միշտ պետք է ֆիքսենք, թե ով է տարածում, արդյոք մենք գիտենք այդ մարդուն, թե չէ։ Եթե գիտենք ինչ համբավ ունի հենց մեր աչքերում, օրինակ, արդյոք ինքը մինչև այդ հայտնի էր մեզ որպես ճշգրիտ մարդ, պատասխանատու, թե հակառակ։ Մյուսը դա այն է, որ
նաև սոցիալական մեդիաները ունեն սպეციფიկ յուրահատկություններ։ Օրինակ, Facebook-ում շատ կարևոր է, ու ոչ միայն Facebook-ում, ուշադիր նայել ամսաթվերին, նույնիսկ մեկ-մեկ տարեթվերին, որովհետև լինում է, որ օրինակ 10 տարվա նյութ է ինչ որ մեկի պատին, հետո ընկերներից մեկը գալիս է այնտեղ ինչ որ տակը մեկնաբանություն ա գրում, ու այդ նյութը բարձրանում է վերև։ Եվ ու մեկ էլ սկսվում է մի սկանդալ, օրինակ, որովհետև ինչ որ մի սկանդալային նյութ է, բայց արդեն շուտվանից այդ ամեն ինչը գնացել է, կորել է, մոռացվել է։ Ու հիմա էլի դուրս է եկել ջրի երես։ Իսկ մարդիկ չեն նայում ամսաթվին, չեն տեսնում, որ դա օրինակ 2015 թվականի նյութ է ու նորից այսպես ծնագնդի պես այս ամեն ինչը տարածվում է ու նույնիսկ եթե գրարման տերը տակից գալիս գրում է որ մի հավատացեք, ես արդեն 10 տարի առաջ եմ գրել, նույնիսկ այդ մեկնաբանությունը իր գրած վատ է ազդում, որովհետև Facebook-ի ալգորիթմը այդ նյութը էլ ավելի շատ մարդու է հիմա ցույց տալիս, այնպես որ պետք է շատ ուշադիր լինել, արդյոք ճիշտ ամսաթիվ է, արդյոք այն մարդն ում հետ դուք գրվում եք, նույնիսկ պետք է մի հատ մտնել այդ մարդու պրոֆիլը, համոզվել, որ այդ մարդն է, որտեղ կարող է այդ մարդու անուն, ազգանունով, նկարով, բայց նորաստեղծ մի պրոֆիլ է ստեղծվել եւ դրա վրա է այս ամեն ինչը տեղադրվել։ Այնպես որ այս շատ պրիմիտիվ բարձ կանոններ են, որոնց առաջնահերթ պետք է հետևել, ու հիմա գնանք առաջ ավելի մանրամասն այլ քայլերի մասին խոսենք։ Քանի որ մենք ընդհանուր եւ խոսում ենք սոցիալական ցանցերի մասին, միշտ ալգորիթմները բառը գնում գալիս հայտնվում է, առաջինը մի հատ ուզում եմ սրա վրայով անցնենք, հետո խոսենք այլ հատվածների մասին։ Եվ այսպես ինչ է ալգորիթմը սոցիալական ցանցերում, դա մի մեխանիզմ է, որը հաճախ արդեն արհեստական բանականությունով է աշխատում, որը որոշում է, թե դուք ինչ եք տեսնելու ձեր պատին եւ ինչ չեք տեսնելու, դա էլ է շատ կարեւոր։ Ում գրառումներն եք ավելի հաճախ տեսնելու, իսկ ումը կարող է ընդհանրապես չտեսնեք, չնայած դուք իրար ընկեր եք։ Բոլոր սոցցանցերը ունեն քիչ թե շատ իրարից տարբերվող ալգորիթմներ, բայց մոտավորապես կան ինչ որ ընդհանրություններ եւ սա շատ կարևոր է հասկանալ, որ իրականում կամայական սոցիալական ցանց ձեզ մի քիչ կամ շատ խափում է, այն առումով, որ ինքը ստեղծում է այդպես կոչված նույնիսկ տերմին են ձևավորել, կոչվում է պղպճակ։ Ինչ է սա, օրինակ նույն Facebook-ին կամ Instagram-ին հարկավոր է, որ դուք ավելի երկար ժամանակ ծախսեք այնտեղ, հա, որտեղ իրանք էլ ձեզ գովազդ են ցույց տալիս, որ դրա հիման վրա տուն տեղ են պահում, գոյատևում են։ Իսկ ինչպես անել, որ դուք երկար մնաք այնտեղ։ Սովորաբար մոտեցումը այն է, որ փորձում են ստեղծել այդ ձեզ մոտիկ հայացքներ ունեցող, կարծիքներ ունեցող մարդկանց ու էջերի, օրինակ լրատվամիջոցների պղպճակ են ստեղծում եւ դուք ավելի շատ իրենց եք տեսնում։ Ու դա բերում է նրան, որ դուք տեսնում եք ձեզ հաճո տեղեկատվություն կամ ինչ որ մարդիկ, որոնք սկանդալիստ են եւ զորբա են, հակառակն են տեսնում, որտեղ իրենք ամբողջ օրը օրինակ քաղաքական այսպես հակա դեմքերի հետ կռիվների մեջ են սոցցանցային մեկնաբանություններում, ու այդ պատճառով իրենք էլ հակառակը տեսնում են անընդհատ այդ հակառակ կողմի նյութերը։ Ամեն դեպքում sense tenants սոցցանցի ալգորիթմը փորձում է հասկանալ դուք ինչով եք հետաքրքրված եւ ձեզ անընդհատ ոնց որ պարփակում է, պարուրում է այդ պղպճակի մեջ, ու դուք պետք է հաշվի առնեք, որ եթե օրինակ դուք Facebook-ում անընդհատ ինչ-որ մի բան տեսնում եք, դա չի նշանակում միշտ, որ այդ թեման բոլորին հետաքրքրում է։ Դա պարզապես կարող է ձեր պղպճակի մեջ է այդպես։ Կամ դուք կարող եք ինչ-որ թեմա ընդհանրապես չտեսնեք, բայց դա չի նշանակում, որ թեման չի քննարկվում։ Պարզապես ձեր այս գողտրիկ, փոքրիկ, տաքուկ պղպճակում ինքը չկա։ Այնպես որ միշտ մտքում պահեք, որ ալգորիթմը ձեզ կարող է խաբել, փորձեք ինքնուրույն նաև գտնել տեղեկատվությունը, լինել ակտիվ։ Եթե դուք пассив, այսպես ուղղակի էկրանի դեմը նստողի դիրքում եք, ալգորիթմը ձեզ
կարող է քննածնի ինչ-որ թեմաների շուրջ։ Ձեզ թվա թե ամեն ինչ նորմալ է այդ ուղղությամբ, բայց այդպես չի։ Կամ հակառակը դուք կարող եք անընդհատ տեսնեք ինչ-որ տագնապալից նյութեր, բայց զուտ այն պատճառով, որ դուք հետաքրքրվել եք այդ նյութերով եւ ալգորիթմը բերում լցնում է դա ձեզ մոտ։ Օրինակ, շատ մարդկանց մոտ տպավորություն է, որ հիմա ավելի շատ ռազմական կոնֆլիկտներ կան, քան մի 30 տարի, 40 տարի առաջ, բայց դա այդպես չի, կամ ահաբեկչական գործողություն։ Իրականությունը լրիվ վիճակագրորեն հակառակն է, բայց հիմա այն մարդը, որ դա անընդհատ նայում է, անընդհատ դա տեսնում է։ Սա կարևոր հիմնական բանն է, բայց մենք պետք է սոցցանցերում նաև հաշվի նստենք այսպես կարևոր մի քանի բաների հետ։ Մենք անընդհատ խոսում ենք ու հիմա թեթև ուղղակի կրկնեմ, որ եթե ինչ-որ մի տեղեկատվություն դուք ստացել եք ու չեք ստուգել հաստատ, մի տարածեք։ Դա հասկանալի է արդեն ու էլի չկրկնվեմ, բայց նաև դուք պետք է հիշեք, որ այսօր օրինակ արհեստական բանականությունն է օգտագործվում չարամիտների կողմից ու ձեր օրինակ լուսանկարները, տեսանյութերը կարող են օգտագործվել ձեր դեմ օրինակ ինչ-որ կեղծ տեղեկատվական տեսանյութեր սարքելու համար եւ այլն։ Ու այդ առումով մարդ պետք է գոնե գիտակցի, որ իր մասին շատ տեղեկատվություն տարածելով անձնական ինքը նաեւ կարող է իրան թիրախ դարձնել։ Գիտակից մեծահասակ մարդու տեսանկյունից սա կարևոր է ուղղակի մտքում պահել, բայց երեխաների դեպքում, ինչի մասին մենք առանձին խոսենք դեռ, շատ կարևոր է, որպեսզի նաև ծնողները հետևեն, որպեսզի երեխան բոլորին հանրային չտարածի իր մասին շատ հատկապես վիզուալ նյութեր, որովհետև դա կարող է իրան շատ լուրջ վտանգի տակ դնել, ու սրա մասին մենք առանձին կխոսենք։ Հիմա այսքան։